Կիսաբաց լուսամուտներից ներս թափառող մարդկային մտքեր, յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ, դուք միացել եք Երկրի թիվ 1 թոք-շոուին և դիտում եք կիսաբաց լուսամուտները։ Քնարիկ Մելիքյանն առանց ապագա ամուսնուն տեսնելու որոշեց ամուսնանալ։ Դառը ներկայից ազատվելուց հետո Քնարիկը երազում էր նոր ու քաղցր ապագայի մասին, բայց արի ու տես, որ այս անգամ էլ ոչինչ չստացվեց։ Ամուսնություն, որից Քնարիկին որպես հուշ մնացին 4 երեխաներ։ Ում հոգեկան անհավասարակշռության մասին է խոսքը, ովքեր են այսօր խոչընդոտում մոր ու զավակների շփմանը և ինչ վիճակում Քնարիկին գտավ կիսաբաց լուսամուտների աշխատակազմը, կիմանաք Երկրի թիվ 1 թոք-շոուի տաղավարում։ Բախտից խռով, կիսաբաց լուսամուտներից ներս։ Որքան էլ որ զարմանալի հնչի, կիսաբաց լուսամուտների տաղավարում այս պահին մեր լրագրող Սիրանուշ Հակոբյանն է։ Սիրանուշ, բարի երեկո։ Բարի երեկո։ Եվ այսպես դու էիր աշխատանքային ժամից դուրս խմբագրությունում դեռևս գտնվում, կիսաբաց լուսամուտները այդ պահին օգոստոս ամիսն էր, նկարահանումներ չունեինք, արձակուրդային վիճակում էին, բայց դու աշխատում էիր, պատրաստում էինք նոր եթերաշրջանի, երբ զանգ հնչեց խմբագրություն ոչ աշխատանքային ժամին։ Խնդրեմ հիշես այդ օրը։ Ինչպես միշտ կարգի էի բերում վերջնական աշխատանքներս, որպեսզի արդեն դուրս գայի աշխատասենյակից, երբ հանկարծ զանգ հնչեց, եւ ինչպես բոլոր հեռախոսազանգերը, որ հնչում են կիսաբաց լուսամուտներից ներս, միշտ գտնում են պատասխան եւ ստանում են համապատասխան լուծումներ, այս անգամ եւս բացառություն չէր։ Պատասխանեցի զանգին եւ հեռախոսից այն կողմ լսվեց կնոջ ձայն, շատ հուսահատ եւ զարմանալի էր նրա քիչ էր խոսում, չգիտեր ինչպես դասավորել բառերը, հանգստացրեցի եւ խնդրեցի պատմությունը պատմել, ինչպես սովորաբար լինում է, սկսեց պատմությունը պատմել եւ ես չէի նայում թե ժամերը ինչպես էին անցնում, որտեղ բավականին երկար պատմություն է, բոլոր մանրամասներով ինքը ուզում էր ամեն ինչ հասցնել այդ ընթացքում ասել եւ այնուհետեւ ես խիստ անհանգստացած էի, բայց քանի որ արդեն մարդ չկար աշխատասենյակում, որոշեցի, որ հաջորդ օրը անպայման կներկայացնեմ պատմությունը եւ դուրս եկա լսելուց հետո։ Հաջորդ առավոտյան, երբ արդեն գալիս էի, որոշեցի հեռախոսահամարը ֆիքսել էի իմ հեռախոսում, որոշեցի, որ պետք է պարտադիր զանգեմ, տեսնեմ ինչպես է պատմության գլխավոր հերոսուհին Քնարիկը։ Երբ արդեն կապ եմ հաստատում Քնարիկի հետ, պարզվում է, որ նա արդեն հանրապետական ծննդատանն է։ Իրականում նա սպասում էր 4-րդ բալիկին, որոշակի խնդիրներ կային, իր մոտ 4-րդ կեսարյան վիրահատությունը պետք է կատարվեր եւ բերել էին արդեն հանրապետական հիվանդանոց, հանրապետական ծննդատուն։ Որ եւ ուղում ես քո քայլերը առանց վարքյան հապաղելու։ Ճանապարհը քանի որ անցնում էր հենց այդ տարածքով, ես որոշում եմ, որ հապաղել պետք չի ու մի անգամից մուտք եմ գործում, այդտեղ մոտենում եմ բժիշկներին, հարցնում եմ Քնարիկի հիվանդասենյակ ու բարձրանում եմ վերև։ Գիտեք ինչն էր հետաքրքիր, որ երբ որ բոլոր մարդիկ իրենց հարազատների հետ էին, երբ որ երեխա ես ունենում, դա ուրախություն է տանը, բայց երբ որ ես մտա Քնարիկի հիվանդասենյակ, պատկերը լիովին այլ էր։ Միայնակ, հուսահատ նստած, ոչինչ չէր անում, ոչ մեկի հետ չէր խոսում եւ բժիշկներն էլ դա փաստում էին, որ ինքը շատ ընկճված է։ Ու ասում են, գիտեք, դա բավականին բարդ վիրահատություն է, 4-րդ կեսարյան վիրահատությունը, դա պետք է պարտադիր համաձայնություն լինի բարեկամների, հարազատների կողմից։ Երբ մոտեցա Քնարիկին, ասացի, դու միթե ոչ մեկ չունես որ գա, ու իրականում ես հասկացա, որ իրականում ինքը ոչ ոք չունի։ Ու այդ պահին ես հասկացա, որ ինչքան կարևոր է, երբ որ քո կողքին լինում են մարդիկ, ովքեր փորձում են քեզ ինչ-որ բանով աջակցել, անծանոթ մարդիկ։ Դրանից հետո միանգամից տեսնում եմ սառնարանում ոչինչ չունի ուտելու, իջնում եմ մոտակակրպակից, գնում եմ անհրաժեշտ սննդամթերքը, բարձրանում եմ վերև, մոտենում եմ Քնարիկին, ասում եմ, ինչ ես նեղություն քաշել, ես ոչինչ էլ չուտեմ, ոչինչ եւ այլն, ասում եմ, դու պետքա բալիկ ունենաս, պետք է լավ սնվես եւ այլն։ Այնուհետեւ փորձում եմ խոսել բժշկական անձնակազմի հետ, բուժքույրերին եմ մոտենում սկզբում եւ այնուհետեւ փորձում եմ կապ հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր գինեկոլոգ մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանի հետ։ Ինքը մեզ շատ սիրով ընդունեց, պատասխանեց մեր հարցերին եւ հասկացա, որ արդեն կոնտակտի մեջ ինձ հետ կարող է լինել Քնարիկի հետ կապված ցանկացած հարցով։ Եվ ուզում եմ շեշտել, որ դա այն ժամանակ, երբ որ ես չգիտեի ընդհանրապես հաղորդում պատրաստվելու է, չի պատրաստվելու, ուղղակի սրտի թելադրան կա, զանգի մարդու կարգավիճակ։ Այսպիսի լրագրողներ են աշխատում կիսաբաց լուսամուտներում։ Մեր օրերում զարմանալի է, բայց անկեղծ ասած, ես
շատ հպարտ եմ ու հենց հիմա նստած փշաքաղվում էի, որ այսպիսի թիմ ունի կիսաբաց լուսամուտները։ Շատ շնորհակալ եմ, որ իմ թիմում նման մարդիկ կան։ Բոլոր աշխատանքները տարվել են, ամեն ինչ հստակ կատարվեց։ Փառք Աստծո, լույս աշխարհ է գալիս Բալիկը Կեսարյան հատումով։ Այո, Կեսարյան հատումով լույս աշխարհ է գալիս Գևորգը, քնարիկի 4-րդ երեխան։ Բավականին բարդ վիրահատություն է լինում, Ռազմիկ Աբրահամյանը նշում է նաև դրա մասին և փառք Աստծո, ինչպես ինքն է նշում, ամեն ինչ բարեհաջող է ավարտվում, բայց մենք փորձում ենք նաև տեսնել երեխային, հաջորդ օրը, երբ գալիս եմ արդեն ադմինիստրատիվ հատվածին, մեր գլխավոր ադմինիստրատորին տեղեկացնում եմ այդ մասին և ինքը իհարկե ասում է անպայման պետք է օգնել, անհնար է և այլն, ու մի անգամից առանձնացնում ենք երեխայի մայրիկի համար անհրաժեշտ հագուստներ, առաջին խնամքի պարագաներ և նորից հաջորդ օրը արդեն երբ որ երեխան լույս աշխարհ էր եկել, ճիշտ է քնարիկը այդ պահին դեռևս իրեն դժվար էր խոսել, հետ վիրահատական շրջանում էր գտնվում, բայց ամենայն դեպս մենք երեխային տեսանք։ Նույն պատկերը գիտեք երեխայի մոտ էր, որովհետև բոլոր երեխաների անկողինների մոտ դրված էին ինչ-որ նվերներ, հագուստներ, Գևորգինը սկզբում դատարկ էր, բայց իհարկե փառք Աստծո, այն լցվեց և ուզում եմ շեշտել բժիշկների մեծ ուշադրությունը երեխայի և մայրիկի հանդեպ, ինչպես նաև մեզ շատ սիրով ընդունում էին և պատասխանում մեր բոլոր հարցերին շատ համբերատար ձևով։ Հիմա հարցը առաջանում, թե իրականում ինչու քնարիկը հայտնվեց ծննդատանը մենակ և ինչու չկային հարազատներից, բարեկամներից որևէ մեկը և ի վերջո ուր էր երեխայի հայրիկը ու այդ բոլոր հարցերի պատասխանները մենք մի քանի րոպեից կստանանք մեր եթերում։ Հենց հիմա Սիրանուշ, ես քեզ առաջարկում եմ զբաղեցնել աշխատանքային տեղդ կադրից դուրս, փոքրիկ դադար, որից հետո մենք վերադառնում ենք տաղավար ու ծանոթանում արդեն քնարիկի հետ, ով իր առաջին զանգին միանգամից պատասխան ստացավ։ Նա այստեղ կլինի մի քանի րոպեից հեռու չգնաք։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անվերջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները և կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Բախտից խռով կիսաբաց լուսամուտներից ներս բարի երեկո, եթե նոր եք միացել մեզ, ապա հիշեցնում եմ ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիքն ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք այս պահին տեսնում եք ձեր էկրանի ներքևի հատվածում։
Կամ զանգահարեք նյութական օգնություն ցուցաբերելու համար մեր թեժ գիծ +374 60 50 33 17 Եվ այս պահին ուզում եմ տաղավար հրավիրել մեր գլխավոր հերոսուհուն Տիկին Քնարիկ Մելիքյանին, նա այստեղ է։ Բարի երեկո Քնարիկ։ Շնորհակալ եմ կիսաբաց լուսամուտներին առաջինը զանգահարելու համար, որ օգնության ձեռք դուք միանգամից մեզ մոտ եք տեսել։ Հղիության որ ամիսներ ձեզ մոտ ընթանում եւ որտեղից էիք, որ զանգ կատարեցիք կիսաբաց լուսամուտներին։ Հիմա 8-րդ ամսական էր, երեխան 37 շաբաթական օրական։ Ես զանգահարեցի կիսաբաց, խնդրեցի, որ ինձ օգնեն, ոչ մի հարազատ չկար իմ կողքին։ Եկեք հասկանանք, թե ինչպես դուք հասակ ես իրավիճակին, հա? Դուք 4 տարեկան եք լինում, երբ ձեր մայրիկը թողում է ձեր ընտանիքը եւ հեռանում։ Այո, 4 տարեկան եմ լինում, իմ ասում է հարևանները ասում են, որ քո հայրիկը հոգեկան խնդիրներ ունի, դանակով հասնում ավերին, մայրիկը ստիպված թողելա գնացելա։ 4 տարեկանից երբևէ չեք հետաքրքրվել մայրիկով, ով է նա, որտեղ է։ Չէ, ես ոչինչ չեմ հիշում։ Չեք փորձել գտնել նրան երբևէ։ Երբևէ փորձել եմ, բայց չեմ կարեցել։ Իսկ հայրիկը, այո, հոգեկան անկայուն վիճակում է գտնվում, իրականում խնդիրներ ունի։ Նրանից հարցրել եք ով է մայրիկը, ուր է, ինչ պատճառով է հեռացել ձեզանից։ Այո, հարցրել ենք, ասում է ինքը չէր ուզում մնար, գնացել է։ Դուք միակ երեխան եք։ Ոչ, 3 երեխա ենք մենք։ 2 քուր, մի եղբայր։ Ուր են ձեր եղբայրը, քույրը։ Իմ եղբայրը Զվարթնոցում է ապրում, քույրիկս գյուղում է ապրում առանձին։ Կապ չունեն ձեզ հետ։ Կապ ունեն իմ հետ։ Շփման ցանկություն դուք նորմալ եղբայր քույր եք որպես հարաբերվում։ Այո։ Բա ուր էին ձեր դժվար պահերին նրանք ձեր կողքին չէին։ Դե իրանք ասում են, որ պետք չի ժողովուրդը իմանան, ամոթա մեր պատվին։ Ահա։ Կիսուրս սարքելա, որ գիտեմ թե ես անբարոյական եմ, ինձ դուրս արի, բայց այդպես չի։ Ներողություն, հիմա ավելի ամոթ է, որ դուք մենակ ծննդատանն եք եւ չգիտես որտեղից պիտի օգնության ձեռք Ես զանգահարել եմ բոլորին, բանը, եղբայրս ասել է ես գործեր ունեմ, Քնարիկ ջան, չեմ կարա գամ, թե չէ կգամ։ Զանգահարում եմ կիսուրիս քրոջը, իրանք չեն պատասխանում, բոլորին զանգահարում եմ, ոչ ոք չեն գալիս։ Տարիներով գնանք առաջ, երբ դուք որոշում եք ձեր համատեղ ընտանիքը ստեղծել եւ առանց ճանաչելու տղամարդուն գնում եք ամուսնության եւ մեկնում եք օտար երկիր։ Գալիս է Շողիկ Մոքիրը, կիսուրիս քույրը։ Ահա։ Ասում է, որ լավ տղա է, լավ ընտանիք են, չի խմում։ Հետո գալիս է իմ բարեկամից ուզում է, իրանք տալիս են առանց հետաքրքրվելու, առանց որևէ բանի։ Ինձ տալիս են, իրանք տանում են Ռուսաստան։ Գնում ենք, ես չեմ ուզում իրան։ Ասում եմ, ես չեմ ուզում, իմ դուրս չի գալիս։ Ինչով դուր չեկավ ձեզ այդ տղան։ Չավանեցի ես։ Նկարը տեսել էիք գոնե։ Ոչ, նկարը չէի տեսել։ Բա դենց վեր կացակ գնացիք Ռուսաստան փեսայի հետևից։ Դե ես աշխատում էի 15 տարեկանում, սոցիալապես անապահով էինք, ստիպած ես գնացի։ Բա մանավանդ այդ վիճակում ո՞նց էիք ուզել չուզել անում տղամարդը դուրը գալիս է ձեր, թե դուրը չի գալիս։ Դե գնացի չուզեցի, հետո իրանք ասին։ Ինչը ձեզ վանեց այդ տղամարդու մեջ։ Ինքը դուրս չեկավ։ Տեսքով, բնավորությամբ։ Տեսքով դուրս չեկավ։ Տեսքով դուրը չեկավ։ Բայց ձեր սկեսուրը ընդդիմացավ, որպեսզի դուք վերադառնաք Հայաստան։ Չեն ճանապարհում ինձի։ Ասում են մնա, մենք փողգումար ենք ծախսել այդքան, մնա իմ տղայիս հետ ապրի։ Ես էլ ասեցի, ինչ ճանապարհ եք գնանք։ Շողիկ Մոքիրը ասում է, Քնարիկ, որ գնաս, քո հարազատները կասեն դու կուշ չես եկել, հետո վատ կլինի քո համար, ես ստիպված մնացի։ Դուք համատեղ սկսում եք ապրել այդ ընտանիքում, Այո։ բայց 5 տարի այդ տղամարդու հետ ոչ մի հարաբերություն Ոչ մի հարաբերություն չի եղել։ Դուք որպես ով եք ապրել այդ տանը։ Դե չեմ ցանկացել ես մնամ, իրանք իմացել են, որ գիվամ թե ես տղու հետ ապրում եմ կիսուրս։ Բայց ամուսինս ոչինչ չէր ասում, իրան ընկերուհիներ գնում էր իր ընկերուհու մոտը գալիս էր։ Դուք նույն սենյակում եք քնում։ Այո, նույն սենյակում, բայց ոչինչ չի եղել մեր մեջ։ 5 տարի։ Այո։ Երբ է ծնվում ձեր առաջնեկը։ 2007 թվին է ծնվում իմ երեխան, առաջի երեխան։ Ինձ քերու տղեն միշտ ինձ հետևում է։ Իմ Խոսքը Պետիայի քերու տղայի մասին։ Այո։ Քերու տղեն ինձ հետևում է, միշտ գալիս է հանգիստ չի տալի Քնարիկ, արի իրար հետ ապրենք, ես քեզ այդ գժանոցից կփրկեմ, կտանեմ։ Ասում եմ, չէ, ես ուզում եմ գնամ Հայաստան, ես ոչ քեզ եմ ուզում, ոչ իրան եմ ուզում։
Ինքը զանգահարում է, ասում է քնարի, քույրիկս կանչում է իրենց տուն։ Ես գնում եմ, ոչ ոք չի լինում իրենց տունը։ Հետո ինքը իմ կամքին հակառակ ինձ հետ հարաբերություն է ունենում։ Բռնաբարում է, Այո։ Այո։ Այսինքն ձեր սեռական առաջին փորձը լինում է բռնաբարության արդյունք, ձեր ամուսնու քեռու տղայի հետ։ Քեռու տղայի հետ։ Լավ, ու առաջնեկը ծնվում է Անդրանիկից։ Անդրանիկից, այո։ Հղիանում եք հենց այդ Հղիանում եմ։ Ձեր սկեսուրը ամուսինը Պեյծան իմանում են դրա մասին ով է հայրը։ Այո, այդ ոչ, չեն իմանում։ Ինքը իմանում է, որ Պեյծայից է երեխան կիսուրս։ Ահա։ Հետո Բա Պեյծան չէր հարցնում, եթե մենք հարաբերություն չենք ունեցել, որտեղից երեխա։ Դե Պեյծան ոչինչ չէր ասում։ Ասում էր մնա քնարիկ, ես քեզ լավ կտեր կայնեմ, մնա որպես ինձի, ընկեր այստեղ։ Ահա։ Որ դուք նեղն եք ապրում, ես ամեն հարցով քեզ կտեր կայնեմ։ Այդպես ծնվում է երեխան, կիսուրս ասում է, որ իմ տղու նման չի երեխան։ Ես պետքա տանեմ անալիզ դենկա անեմ։ Հետո կիսուրիս քույրիկը Արևիկը ասում է քնարիգ ասում է Անդրանիկը ասում է քնարիգը զանգում է անհանգստացնում է ինձի ես էլ ասում եմ ես չեմ զանգում անհանգստացնում իրան ինքն է ամեն րոպե զանգում ուր գնում եմ հետևում է ինձի ում կողքին ես նստած որտեղ ես նստած հանգարց էս ինչ մարդու կողքին չնստես իսկ Անդրանիկը գիտեր որ երեխան իրենն է այո գիտեր ու ինչպես ընդունեց երեխայի ծնունդը ինքը ասում էր գումար տամ գնա հանի երեխային, ես էլ ասի, ես իմ երեխային ես չեմ հանի, ես իմ երեխային պետքա բերեմ, ինքը ապրում էր մի հատ աղջիկա հետ Նատաշեր անունը, իրանից էր գումարը պտի վերցներ, որ տար ինձի, ես էլ ասի, ես իմ երեխային չեմ հանելու, ես իմ երեխային պետքա բերեմ։ Բայց միևնույն ժամանակ Անդրանիկը իր տարբերակը ուներ, թե ձեր սեռական կապն ինչպես է սկսվել, որ դուք խմացրել եք իրեն եւ Ես չեմ խմացրել իրեն, էդի սուտ է։ Ոնց է, ինչ այդպեսի բան չի եղել։ Գիտեմ թե ես իրան խմացրել եմ, զորով մտել եմ ծոցը, բայց այդպեսի բան չի եղել, սուտ է։ Իրանք սուտ են ասում։ Ում է այդ պատմությունը։ Իրա հարազատներին էր ասում։ Լավ, երբ պարզ դարձավ, երբ հրապարակվեց այդ ինֆորմացիան, որ երեխան ձեր առաջնեկը Պեյծայինը չէ, այլ Անդրանիկինն է, Պեյծայի քեռու տղայինը։ 4-րդ ամսկաներ իրանք իմացան, որ երեխան իրանից չի։ Արևմուտքերը ասում է քնարիկ, ասում է հիմի ինչ պետք է անես, ես ասի ես պետք է իմ պատիվս պահանջեմ, ասեցի ես իրանից։ Ես պիտի դանակը վերցնեմ, գնամ կողեմ փորը, ինքը ամուսնանում էր արդեն։ Ասի խի իմ անունը հողին հավասար անում։ Իսկ Պեյծան խոսել էր երբևէ եղբոր հետ այդ թեմայով։ Ոչ, չի խոսել։ Հանգիստ էր, որ քեռու տղան։ Ինքը տունի չէր մնում, ինքը տունը չէր մնում։ Ինքը խմիչքի հետ սեր ուներ։ Գնում էր խմելու։ Ծնվեց ձեր առաջնեկը եւ դուք ավելի տարօրինակ է շարունակվում պատմությունը, դուք արդեն կնություն եք անում ձեր ամուսնուն, հա, մարդու հետ ում համատեղ կյանք եք ունեցել 5 տարի, բայց որպես ամուսնական պարտականություն ոչ մի բան չեք արել։ Ոչ։ Ինչպես որոշեցիք, որ ի վերջո պետքա որպես ամուսիններ ապրել, երկրորդ երեխան եք ունենում, արդեն հայրը Այդտեղ կռիվը գնում է։ Հետո երրորդ երեխան եք ունենում։ Անդրանիկը ասում է ես հեսա կովը կծախեմ, գումար կտամ, իրան կճանապարհեք։ Ահա։ Ինձ համար է ասում 30,000 մանետ տալիս է, որ ինձ ճանապարհեն։ Հետո իրանք դադիա գիվամ թե կիսուրս տալիս, ինձ կանչում են այդտեղ։ Գնում եմ, ասում են գրա, որ էդի Անդրանիկից է այդ երեխան։ Ես ասում եմ, ես ռուսերեն չեմ կարում գրեմ։ Իրանք ասում են, լավ, մենք կգրենք այդ ռուսերեն։ Իրանք գրում են, որ այդ Անդրանիկի երեխան է։ Հետո այդտեղից մենք գնում ենք, գիվամ թե իրանք այդ 30,000 մանեթը տվել են Անդրանիկի համար։ Հետո գնում ենք տուն, ասում են քնարիկ, ասում են, արի իմ տղայի հետ ապրի, կիսուրս հարազատները ամեն ինչ լավ կլինի, մենք ես ամեն ձևով տեր կկայնենք, կգնաս քո հարազատները քեզ վատ կվերաբերվեն, քեզ կսպանեն, իմանան, որ դու իմ տղայիս հետ չես եղել, չես ամուսնացել տղայիս հետ, ու Անդրանիկի հետ ես եղել, ու քեզ կսպանեն քո հարազատները։ Ես էլ վախից ստիպված մնացի այդ ամուսնուս հետ։ Իմ համար մի բան է տարօրինակ, որ այս ամբողջ ընթացքում տարիներ շարունակ ձեր հարազատներից ոչ մի լուր, ոչ մի չի հետաքրքրվում դուք քույրիկս է եղել, քույրիկս։ Ուր չէին ասում դուք ուր եք, այնտեղ դες բռնաբարում են, մեկից երեխա եք ունենում։ Այն մյուսի հետ 5 տարի նույն սենյակում եք ապրում, անհասկանալի է ձեր ամուսինն է, թե քույրիկս զանգում էր, հարցնում էր, ոնց ես, մենակ քույրիկս է զանգել։ Պատմում եք քրոջը։
Քույրիկս իմացել էր։ Վերջը այդպեսի մնում եմ, հետո ծնվում է իմ երկրորդ բալիկը։ Հետո իրանք 6 ամսկանա լինում իմ երեխան, իրանք բժշկուհիները քաղաքում ասում են քնարիկ, ասում են կարտեքսի будем колоть ребенку, որ երեխան լավ նստի, հետո թուլա երեխան ասում են։ Իրանք թուղթերը տալիս են ինձ, տանում եմ կիսուրս առնում է այդ դեղերը, տալիս է ինձ, ասում է քնարիկ, ասում է ես չեմ կարա տաքսը գումար տամ, անընդհատ գնամ գամ։ Ինձի ծանոթ ունեմ, ինքը կսրսկի երեխային։ Գնում ենք Նատիրբով, տանում եմ հարևանուն, ասում եմ, էսի նազնաչի տենարը, որ երեխային սրսկեն։ Ասում եմ, որ երեխան թուլա։ Հետո հարևանուհին ասում է քնարիկ, ասում է, это рискованно, я не буду колоть ребенку։ Ու վերցնում եմ, գնում եմ կիսուրիս, ասում եմ, մամա ջան, ասում եմ, հարևանուհին չի սրսկում երեխային։ Ասում է, որ դա ապասնի դոզա է։ Հետո սենց հանում։ Ես ասում եմ, ծանոթ ունեմ բժշկուհի տարիքով, ինքը գործից դուրս երեկի։ Ասեց իրան կկանչեմ, ինքը կսրսկի։ Հետո կիսուրից քույրը գալիս է, ասում է, այս երեխան ամբողջ կյանքում պետք է ինվալիդ մնա։ Այդ դեղերը որ տենում է, տենց է ասում ինքը։ Հետո տանում այդ բժշկուհուն բերում է, այդ բժշկուհին էլ է հատկաս կանգնում։ Ինքն էլ չի սրսկում երեխայիս։ Հետո սենց հանում, դե լավ, ես կտանեմ քաղաք, ասում է բժշկուհի հետ կխոսամ, կսրսկեն։ Մեզի տանում է, խոսում է, իրանք սրսկում են 5 ասեղ, 10 ասեղ են նազնաչի տարե։ Սրսկում է երեխաս վադանում է։ Ինչ կերպ է լույս աշխարհ գալիս երեխան եւ ինչու է այս կնոջ մոտ սկսվում ուղևորություններ Ռուսաստանի տարբեր հոգեբուժական հիվանդանոցներ։ Մենք իմանանք փոքրիկ դադարից հետո սարսափելի մանրամասները դեռևս առջևում են։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Բախտից խրով կիսաբաց լուսամուտներից ներս, եթե նոր եք միացել երկրի թիվ 1 թոք-շոուին, ծանոթացեք մեր այսօրվա թեմային։ Քնարիկ Մելիքյանն առանց ապագա ամուսնուն տեսնելու որոշեց ամուսնանալ։ Դառը ներկայից ազատվելուց հետո Քնարիկը երազում էր նոր ու քաղցր ապագայի մասին, բայց արի ու տես, որ այս անգամ էլ ոչինչ չստացվեց։ Ամուսնություն, որից Քնարիկին որպես հուշ մնացին 4 երեխաներ։ Ում հոգեկան անհավասարակշռության մասին է խոսքը, ովքեր են այսօր խոչընդոտում մոր ու զավակների շփմանը եւ ինչ վիճակում Քնարիկին գտավ Կիսաբաց լուսամուտների աշխատակազմը, կիմանաք երկրի թիվ 1 թոք-շոուի տաղավարում։ Բախտից խռով, Կիսաբաց լուսամուտներից ներս։ Եվ այսպես ինչ իրավիճակ է ստեղծվում ներարկումներից հետո 5 ասեղ։ Երեխաս վադանում է, հետո տաքություն է ունենում ջերմություն, 41-ից չի իջնում ջերմությունը։ Հետո ես գնում եմ հարևանուհուն, ասում եմ, որ սկորի կանչեն երեխայիս համար։ Ինքը սկորի է կանչում, բայց սկորին չի գալի դուռը, մի հատ տղամարդ է մտնում, ասում է երեխան ուրա, ասում եմ այստեղ է, գալիս է տեսնում է, դոզ են կարդում, ասում է ով է այս դոզ են գրել, ասում եմ բժշկուհիներն են գրել։ Երեխային շուտ հասցրեք հիվանդանոց։ Երեխան շատ վատ վիճակում է։ Հետո զանգահարում եմ կիսուրիս, ինքը քաղաքում է լինում։ Ասում եմ մամա ջան, արի երեխային տանենք հիվանդանոց։ Ինքը ոչ մի բան չի եղել, ոչ մի բան չկա, կիսուրս ասեմ։ Ես շուտով կգամ տուն։ Ինքը ուղարկում է բժիշկ։
որ ինձի տանեն հոգեբուժարան։ Այդ բժիշկ ես լվացք անելուց եմ լինում, բժիշկը գալիս է ասում է քնարի կարի, բժշկուհին կանչում է քեզի, ուզում է երկու խոսք ասի քեզի։ Ասում եմ ես ոչ մի բան, ոչ մի խնդիր չունեմ, ասում եմ ես որպես ինչի մար պետքա գամ։ Թևերը սոլորում է որ տանի, նստացնի տաքսին տանի։ Ես փախնում եմ գնում եմ հարևանուհու տուն։ Գնում եմ հարևանուհից օգնություն եմ խնդրում, ինքը գալիս է։ Գալիս է խոսում է այդ բժշկի հետ, ճանապարհում է այդ բժշկին։ Ձեզ տանում են հոգեբուժարան երկրորդ օրը, որքան ժամանակ եք դուք այնտեղ անցկացնում։ 20 օր։ Հետո, քանի անգամ են նման կերպ տանում ձեզ հոգեբուժարան։ 4 անգամ տարել եմ կիսուրից։ Ահա։ Ինչ էին անում ձեզ, այնտեղ հանգստացնող դեղեր էին ներարկում։ Դեղեր էին տալիս, հետո սրսկում էին։ Ահա։ Որից ես վադանում էի, թուլանում էի, չէի կարում կարգին հաց ուտել։ Իսկ չէիք հարցնում, օրինակ ձեր ընտանիքի անդամներին, մի տեսակ ընտանիքը դժվարությամբ է մարտաբերում այս դեպքում, բայց ում տանը որ հարց էիք, սկեսուրին, պեցային, որը էլի չգիտեմ որտեղ էր, հա։ Չէիք հարցնում, ինչի եք ինձ տանում Ասում էի, ինքը ասում է դիբարադավայ դեպրեսիա տանում եմ, կյանքդ փրկում եմ։ Ով էր ասողը։ Իսուրս էր ասում։ Երրորդ երեխան ինչպես եք լույս աշխարհ որոշում բերել։ Այդ ամբողջից հետո։ Ձիմայի հետ դժվարությունները պարզ էին եւ այդպես շարունակ, հա։ Դե շարունակել եմ ապրել եմ իրենց հետ, երրորդ երեխան ա ծնվել։ Պլանավորած։ Չէ, դե ես ապրել եմ իմ ամուսնուս հետ։ Ահա։ Երրորդ երեխան ա ծնվում, 10 օրական ա լինում, ինքը նորից ինձ տանում է հոգեբուժարան։ Էլի հետ ծննդաբերական դեպրեսիա էր։ Այո։ Մենք կապվեցինք ձեր սկեսուրի հետ Ռուսաստանի Դաշնություն, տիկին Լուսիկ Բադայան, ահա թե ինչ էր մեզ պատմում հեռախոսով ձեր մասին։ Сейчас мод интересен, я занки. Если курсы говорят, на ты шоуте. А тем лучше, я так аптеки купила, Таиланд асити, Таиланд аптекам бегитима. То именно идем кабали, я пойду Интерес шаг хлеб парая, хлеб шаг хлеб. Это не рахичимата диапенитин чари, не рахичимата бонтари. Каждый хатирудам хачетали нукапинга. Мама се тусара, да гничили интасе, да мама гничава тачин. Տարանք բժշկի երեխան հանել եք դուրսը, դամպակը սարել երեխեն։ Ինչեր մեզ երախուն մենք ուժում ենք։ Եվ բրոնքներն ա թոքերն ա։ Վերջը, որ երկրորդը ուզում է երեխա բերել, այդ աղջիկան ասի քնարի կյանքի բերի։ Դպիզվի, դկորցնիզքի, դվեր քոնգա քուչեկը, ռոզիցքի տակերին, հազիտ կտա, երոս աղջիկա փոթվեց։ Արդեն դրիվ չկաս, ամբոչ միլիցեկը ես ընգել եմ մանը բարի չկարատում մասրատ ոչանի։ Ինքը սուտ ասում։ Այսպեսի բան չի եղել։ Մեզանից ընտամենը մի 100 մետր, շատ չի։ Ես ջուրա եթեմ, որ գնա։ Ասիմ բանացի, ասի շորդյան ասի տետ աղջիկը կետ ասված ոչանի։ Գտի իրա ջուրը, ինչ կիմանակ, ինչ կզնի։ Ես մի իրան բուժել եմ, էդ իրա բժշկոին, էդ իրա կավորագին է։ Ամենալավ տեղերը սրտկելա, որ իրա կյանքը պերկին, մենք իրան կապել ենք։ Վերջին խոսքին հուսով եմ ուշադրություն դարձրեցիք կիսաբաց լուսամուտներին։ Հրաչյան ինքը սուտ է ասում։ Ես փախել եմ, որ ինձ չկանդալեն տանեն հիվանդանոց։ Ինքը անընդհատ միլիցիա էր ուղարկում, կանդալում են, ինձ տանում են հոգեբուժարան։ 3 երեխա դուք արդեն ունեիք, Ռուսաստանի Դաշնությունում եք, անհասկանալի պայմաններում էիք ապրում եւ 4-րդը լույս աշխարհ պիտի գար պատրաստվում էիք։ Ու այդ իրավիճակում ինչպես եք հայտնվում Հայաստանում։ Եկա Հայաստան փետրվարի 8-ին ուղարկեց ինձ։ Ոնց այսքան տարի հետո որոշեցիք Հայաստան գալ։ Իրանք ուղարկեցին ինձ, գնա 3 ամիս բուժվի արի, ասում արի երեխաներից կողքին եղեի։ Ես ասի գոնե երեխաներից մեկին տուր տանեմ, Լուսինեին Պուճուրին, ինքը չի կարա մնա առանց ինձ։ Ինքը ասեց քնարիկ ջան, դու գնա, նորից արի, մենք երեխաներին լավ կնայենք, տեր կկանգնենք։ Ինքը ինձ տաքսիով ուղարկեց Հայաստան։ Հետո ես եկա գնացի մի ամիս ու կես, եղբորս տունը մնացի, հետո երրորդ ամսական էր երեխան, գնացի ստուգվելու էխոն գասին, որ դու հղի ես։ Եղբոր տանից դուրս եք գալիս 1.5 ամիս անց եւ գնում եք հայրական տուն, ձեր հայրիկը հոգեկան խնդիրներ ունեցող անձնավորություն է, ում հետ էլ որ դուք ապրում եք հիմա։ Ձեր ամուսինը Պետյան գիտի, որ 4-րդ երեխան է ունեցել։ Չգիտեմ, երևի ասել են հարազատություն։ Սկեսուրին զեկուցել եք, որտեվ այս դեպքում ոնց որ հասկանում եմ, ձեր սկեսուրին չեն ասում զեկուցում։ Երեխաների հետ խոսեմ, ինքը ասել է նորից կեսարյան էսել է, ասի այո։ Ու ոչինչ չի ասել ինձ։
Լավ, ձեր պաշտոնական դիրքորոշումը ձեզ ավելի ճիշտ ընտանիքի ինչ է, որ վերջ ձեզանից ձերբազատվել են, ուղարկել են Հայաստան, երեխաներին ինքնուրույն մեծացնելու են։ Ասում են, որ ես երբեք չեմ ընդունել, հենց եկար ինձ սպառնում է։ Ասում եք ուղարկեմ ավելի ապասնի տեղ, ուդոբնի։ Հետնաբերական դեպրեսիան այնպիսի վիճակ է, որ մարդու գիտակցության մեջ դրանք բոլորը ֆիքսված երևույթներ են։ Դու պիտի որ հիշես, ինչ է տեղի ունեցել քեզ հետ, եթե ախտորոշել են հետնաբերական դեպրեսիա։ Ինչ որ հուսահատություն, հուսալքություն, կյանքի իմաստի կորուստ եղել է այդպիսի բան։ Ոչ։ Ես առաջարկում եմ հենց հիմա նայենք էկրանին, տեսեք թե ինչ է պատմում կիսաբաց լուսամուտների նկարանող խմբին Հայաստանի Հանրապետության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը։ Քնարիկ Մելիքյանը ուղեգրվել էր աշտարակի բուժմիավորումից, որպես բարձր ռիսկի խմբի ծննդաբեր, քանի որ նրա մոտ 4-րդ կեսարյան հատումն էր։ Չնայած բժշկության մեջ ընդունված է, որ 3-րդ կեսարյան հատման դեպքում պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ հետագայում ինքը չեղյանա, որովհետև 4-րդ կեսարյան հատում ինքը շատ ռիսկի մեծ գործոն է իր մեջ պարունակում եւ արգանդի պատրվազքի առումով եւ վաղաժամ ծննդաբերության եւ արունասության։ Այդ տեսակետից նա ուղեգրվել էր մեր մոտ եւ բարեբախտաբար վիրահատությունը անցավ շատ բարվոք վիճակում եւ նորածինը նույնպես, չնայած նա բավականին ծանր վիճակում էր տեղափոխվել, ուներ նաեւ ճարպակալում, սակայն վիրահատությունը անցավ շատ հարթ, նրա համար ստեղծվել են բոլոր պայմանները, ոչ միայն նրա, այլ բոլորի համար եւ առով, փառով իր երեխայի հետ նա գնացել է իր տուն։ Մենք այնպես արեցինք, որպեսզի այլևս նա չեղյանա, հատուկ պայմաններում պահեցինք նրան, նույնիսկ մենք պահել ենք ամենալավագույն հիվանդասենյակներից մեկում, որը վճարով էր, սակայն նա ոչ մի վճար չի կատարել, որովհետև մենք հաշվի առանք նրա սոցիալական վիճակը, որովհետև նա խիստ կարիք ուներ։ Մենք լսում ենք Հայաստանի Հանրապետության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ հարցազրույցը կիսաբաց լուսամուտների։ Պարոն Աբրահամյանը իր խոսքի մեջ ասաց, որ դուք հնարավորություն այլևս չեք ունենալու լույս աշխարհ բերելու երեխա, դա ձեր ինքնական որոշումն է եղել։ Դե իրանք ասեցին, որ 4-րդ երեխան էլ չես կարա դու բերես երեխա, ապասնի է, էլի արդեն։ Ահա, կեսարյան հատումով 5-րդը լույս աշխարհ չեք կարող այլևս բերել։ Եվս մեկ դադար, որից հետո մենք կվերադառնանք կիսաբաց լուսամուտների տաղավար, ճիշտը փնտրելու համար այս պատմության մեջ, ուր պիտի գնա քնարիկը եւ ինչպես կդասավորվի բաժանումը նրա եւ 3 երեխաների Հայաստանից Ռուսաստան։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին եղջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։
Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Քնարիկ Մելիքյանն առանց ապագա ամուսնուն տեսնելու որոշեց ամուսնանալ։ Դառը ներկայից ազատվելուց հետո Քնարիկը երազում էր նոր ու քաղցր ապագայի մասին, բայց արի ու տես, որ այս անգամ էլ ոչինչ չստացվեց։ Ամուսնություն, որից Քնարիկին որպես հուշ մնացին 4 երեխաներ։ Ում հոգեկան անհավասարակշռության մասին է խոսքը, ովքեր են այսօր խոչընդոտում մոր ու զավակների շփմանը եւ ինչ վիճակում Քնարիկին գտավ Կիսաբաց լուսամուտների աշխատակազմը, կիմանաք երկրի թիվ 1 թոք շոուի տաղավարում։ Բախտից խռով, Կիսաբաց լուսամուտներից ներս։ Բախտից խռով, Կիսաբաց լուսամուտներից ներս մենք վերադառնում ենք տաղավար հիշեցնելով ձեզ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիքն ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք այս պահին ձեր էկրանի ներքևի հատվածում, կամ զանգահարեք մեր թեժգից, եթե ունեք նյութական օգնություն, +374 60 50 33 17։ Տաղավար վերադառնալով Լիլիթ, առաջինը ձեզ հետ եմ ուզում հասկանալ, թե այսպես միջազգային, եթե կարելի ասել, հարթակում ինչպես են լուծվելու այն հարցերը, մորը հնարավորություն չեն տալիս այժմ շփվելու 3 երեխաների հետ եւ նման տեսակ սպառնալիքներ են հնչում։ Ինչ պիտի անի այս կինը, ի վերջո 3 երեխաները առանց մայր այնտեղ են։ Ես ցանկանում եմ նախ իմանալ մեր այսօրվա հերոսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է թե ոչ եւ իր ամուսինը, որ երկրի քաղաքացի է։ Ռուսաստանի։ Երկուստ էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ եք։ Տվյալ դեպքում հարաբերությունները ամուսինների միջև պետք է համաձայն Ռուսաստանի Դաշնության օրենսդրության պետք է կարգավորվի, ամուսնալուծություն, որքան ես հասկացա, ամուսինների միջև դեռևս չկա, պետք է լինի ամուսնալուծություն եւ բնականաբար պահանջվի երեխաներին։ Քանի որ տվյալ դեպքում տիկինը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, բոլոր խնդիրները եւ հարցերը պետք է կարգավորվի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան եւ արտգործնախարարության միջոցով։ Տիկին Քնարիկ, դուք երկքաղաքացիություն ունեք։ Այո։ Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք նաև։ Այո։ Տվյալ դեպքում, եթե երկքաղաքացի է, տիկինը կարող է նաև Հայաստանի Հանրապետությունում հայցադիմում ներկայացնի եւ բնականաբար կարծում եմ իր ամուսին էլ հավանաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Հայաստանի։ Որքան տարիներ Ռուսաստանի է։ Երկքաղաքացիության խնդիր այստեղ կա։ Որքան տարիներ են ձեր ամուսինը ապրում այնտեղ։ Ինքը ծնված օրվանից։ Ծնված օրվանից, այդ դեպքում միգուցե հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չլինի, միևնույն է, այս պահին տիկինը Հայաստանի Հանրապետությունում է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մենք կարող ենք հայցադիմում ներկայացնել, եթե իհարկե տիկինը ցանկանա, ամուսնալուծության եւ բնականաբար, քանի որ երեխաները անչափահաս են եւ դեռևս 10 տարեկան չեն, դուք ուզում եք ապահարզան ձեր ամուսնուն։ Այո։ Այդ դեպքում մինչ 10 տարեկան երեխաները բնականաբար կհանձնվեն մորը, որովհետև չկա որևէ փաստ, որ մայրը ունի ոչ այսինքն անպայուրական վարքագիծ չունի, հետևաբար նաև պետք է ապացուցվի, թե ինքը ինչու է գտնվել նաև հոգեբուժարանում, եթե իհարկե հետևանքները հոգեբուժարանում գտնվելու արդեն վերացել են, երեխաներին կհանձնվի ձեզ եւ դա կլինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Տվյալ դեպքում մենք հնարավորություն ունենք այս ամենը կազմակերպելու։ Բավականին լուրջ խնդիր է տարբեր երկրների հետ նման հարցեր կարգավորել, բայց քանի որ Լիբանան միջազգային Բանական գրասենյակը միջազգային գրասենյակ է համարվում, այո, մենք մեր գրասենյակ ունենք նաև Բելգիայի թագավորությունում, հիմա բանակցություններ է վարվում Ռուսաստանի Դաշնությունում գրասենյակը բացելու կապակցությամբ, այդ հարցում կարծում եմ, որ մենք կկարողանանք Կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարի հետ համագործակցած տիկնոջը օգնել այդ հարցում։ Ես հուսով եմ, որ մենք կարճ ժամանակ
անց կունենանք արդյունքներ գրանցած եւ բնականաբար ինչպես մնացած դեպքում էլ հաղթանակով կխոսենք դրա մասին։ Քնարիք, այսօր ձեր բարեկամները ձեր կողքին չեն, անկախ նրանից, որ դուք ասում եք, չգիտեմ, ամոթ է եւ այլն։ Չեմ ուզում քննարկել, որովհետեւ մեզանից ամեն մեկը տարբեր կարեւորության հարցեր ունի այս կյանքում։ Այսօր դուք լիարժեք մենակ եք ձեզ համարում։ Համենայնպես դուք մեզ այդպես ներկայացաք, անկախ նրանից, որ այստեղ նստած ինձ ասում էիք, որ դուք ունեք քույր, եղբայր, որոշակի բարեկամներ, գուցե եւ ֆիզիոլոգիապես, ֆիզիկապես ավելի ճիշտ ներողություն։ Նրանք ձեր կյանքում առկա են, բայց նրանցից որևէ մեկի կարևորությունը ես այս ընթացքում չտեսա։ Պապայիդ հետ հարաբերություններդ ինչպիսին են։ Ինքը հոգեկան շեղումներ ունի, շատ վատ է։ Ոնց է դրսևորվում այդ հոգեկան շեղումները։ Գորգորում է, հասնում է խփում է։ 4 տարեկան էր, երբ մայրդ թողել գնացել է տանից, ձեր խնամքով ով է զբաղվել։ Մեր խնամքով իմ տատիկս է զբաղվել, հետո հորքուրս, մեկ էլ պապաս։ Հայրական տատիկը ձեր տան է ապրել, հա, որպես մոր փոխարինող ով է հանդիսացել կոնկրետ, տատիկը թե հորաքույրդ։ Տատիկս ու հորաքույրս։ Իսկ երեխան հիմա որտեղ է։ Այն մարդու տանը, ով ձեր հայրն է եւ որը հոգեկան խանգարումներ ունի, հետեւաբար դա չի բացառվում, որ ձեր հայրը կարող է վնասել այս պահին երեխային, որովհետեւ հոգեկան անհավասարակշիռ վիճակում է գտնվում։ Դե շատ զարմանալի է, որովհետեւ դուք ձեր կամքով թողում եք ձեր եղբոր տնից գնում եք, գալիս եք ձեր տան, ձեր հոր տուն, որը հոգեկան անհավասարակշիռ է, դա նշանակում է, որ ձեր երեխայի մասին 4-րդի մասին եւս դուք չեք մտածում, որովհետև դեռ այն ժամանակ, երբ որ ձեր երկրորդ երեխային երկու բժիշկ մասնագետներ, հա, ասում են, որ այս սրսկումները վտանգավոր են եւ հրաժարվում են սրսկումներից եւ դուք նորից գնում եք եւ համաձայնում եք ձեր սկիսուրի ասածներին եւ գնում եք եւ այդ երեխային սրսկում եք, դա նշանակում է, որ դուք այո, դուք միգուցե պետք է այցելեք հոգեբուժարան։ Չեք կարծում, որ յուրաքանչյուր դեպքում հանուն ձեր գոնե այս մի երեխայի, որը հիմա ձեզ մոտ է, հա, վերջին երեխայի, հանուն ձեր երեխայի միգուցե սևերես լինեք եւ մնայիք ձեր եղբոր տանը, ոչ թե գայիք այստեղ բնակվելու։ Չէ՞ որ դա էլ է վտանգավոր ձեր երեխայի մասին։ Մենք քիչ առաջ խոսում էինք հոգեկան հիվանդությունների եւ առասարակ հոգեկան խնդիրների մասին, բայց ես փակագծերը չենք բացում, բայց համոզված եղեք մեր ուսումնասիրությունների արդյունքում ոչ պակաս լարված իրավիճակ է նաև եղբոր տանը։ Առասարակ ինչպես նկատում եմ, միգուցե ներողություն եմ խնդրում, միգուցե դա ամենևին էլ այդպես չէ, բայց մենք գործ ունենք հոգեկան անհավասարակշիռ սկեսուրի հետ, ամուսնու հետ, որը 5 տարի ապրում է մի կնոջ հետ եւ ուրիշի հետ դավաճանում եւ մի խոսքով մենք գործ ունենք բավականին մեծ թիմով հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Հետևաբար ես չգիտեմ ինչի մասին կարելի է խոսել, բացի այն, քան մտածել, թե ինչպես փրկել այդ 4 երեխաներին։ Միանշանակ դուք լիովին կիսաբաց լուսամուտների մտահոգություններն եք կիսում, Տիկին Զինա, ինչ անել ձեր տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին քնարիկը պետք է իրավիճակը ստապ գնահատի։ Գոնե այս պահին պետք է հասկանա, որ այն ինչ որ ձեր հետ կատարվել է միայն նրա համար, որ դուք երբևէ չեք մտածել, ինչ եք անում եւ ուր եք գնում։ Բոլոր այն դեպքերը, որ ձեր կյանքում կատարվել են, այնպես իմիջիալոց եք ընդունել, սա է իմիջիալոց կատարվել, հասկանում եմ, դուք մայր չեք ունեցել, ձեր դաստիարակությամբ լրջորեն չեն զբաղվել, բայց այսօր դուք մայր եք, պետք է մի հատ սթափվեք, հասկանաք ինչ է կատարվում, իրավիճակը ստապ գնահատեք։ Եվ այսօր էլ այս պահին, երբ որ փոքրիկ երեխա կար ձեր ձեռքին, առաջին հերթին այդ ամենափոքրի մասին պետք է մտածել։ Ես մտածում եմ, որ մի կվարտիրա վերցնեմ գնամ։ Հասկանում եմ, բայց պետք է փող վաստակել, ճիշտ է քնարիկ ջան։ Պետք է կարողանալ փող վաստակել, պետք է ոտքերի վրա կանգնել, նոր այն երեխաներին բերել։ Հավատա, որ այսօր կբերես դու այն երեխաներին, թե մի տարի հետո կբերես, պետք է մտածված լինի։ Պետք է հասկանաք, բերեցիք ուրեմն պահելու եք։ Դու ինքդ էլ պետք է իմաստավորես։ Հետ ծննդաբերական դեպրեսիան պատճառ չի, որ մորը գնահատեն որպես ոչ ադեկվատ եւ երեխաներին ձեռքից խլեն։ Դա այնպիսի մի վիճակ է, որ շատ ու շատ կանանց է այցելում, բայց դրանից հետո նրանք բարձանում են, իրենց երեխաներին պահում են։ Խնդրում եմ, մի հատ ինքդ քո հետ ծանոթացիր։ Բոլորովին ինքդ քո հետ ծանոթ չես։ Դեպքերը պատմում ես առանց մեկնաբանությունների։ Չգիտենք ինչու է կա։ Նորմալ կին ես նստած, մայրական ինստինկտներով, համեստ արտաքինով, հասկանում եմ, բայց ժամանակն է մի հատ թեկուզ 2 օր տնից դուրս մի արի, հասկացի ինչ ես արի եւ ուր ես շարժում։ Ծրագիր ունեցի, քնարիկ ջան կյանքի։ Իմացի ինչ ես անում, ոչինչ, թող երեխաներ որ ժամանակ մնան հոր մոտ, չնայած որ այնտեղ էլ մի լավ բան չկա, մինչեւ որ ոտքի կանգնես, ոտքերից ամուր դնես։ Անհնարին մնալը, սա որը կռիվ է։ Դուր ես տանել։
ստանելու։ Հայրը ամեն վարքյան վտանգ է, հասկացիր, ուր է ստանելու։ Մի հատ պնդացիր, ոչինչ, հատակում ես։ Մտածում եմ այդ պահով, բայց ես իմ երեխաներն եմ ուզում, որ ասենք թե վաղ այդ երեխաները, ասենք թե վաղ այդ երեխաներին մենք բերում ենք բոլորս միահամուռ ուժերով, ես թռնում եմ Մոսկվա, այդ երեխեքին Ռուսաստանից հավաքում եմ, բերում եմ։ Որտեղ եք պահելու եւ ինչ միջոցներով, այս սա է խնդիրը։ Մի փոքր հետաձգիր, տապողականություն մի ցուցաբերի։ Տիկին Օրբելյան։ Ես ուզում եմ նախ եւ առաջ օգտվեմ առիթից եւ անձամբ շնորհակալություն հայտնեմ Սիրանուշին այս մարդասիրական ակցիայի համար, որովհետեւ որպես կանոն մեր տաղավարում հայտնվում են դժբախտ մարդիկ, լուծումներ չգտած մարդիկ, իրենց կյանքը չեն կարողանում դասավորել, չկայացած մարդիկ եւ այլն եւ այլն։ Քնարիկ ջան, կցանկանայի իսկապես մի փոքր ավելի ուշադիր լինես, Տիկին Զինան շատ ճիշտ խորհուրդ տվեց քեզ, ինքդ քեզ հետ ծանոթացիր, որովհետև դու արդեն հասուն կին ես եւ ժամանակն է, որպեսզի դու կողմնորոշվես, ինչ ես ուզում այս կյանքում, ուզում ես արդյոք լինել ամուսնացած կնոջ կարգավիճակում, ուզում ես կամ կարող ես այդքան ուժեղ գտնվել քո 4 երեխաներին պահելու հարցում, մեծացնելու, դաստիարակելու հարցում։ Համենայն դեպս մենք քո կողքին ենք եւ բոլորս էլ կարծում եմ իր հնարավորության չափով կփորձենք ձեզ օգնել։ Լավ եղիր, թող բախտավոր բալիկ լինի ամենակարևորը եւ թող որ քո 4-րդ բալիկը վերացնի քո բոլոր խնդիրները, քո բոլոր կնճռոտ խնդիրները, քո բոլոր հիվանդությունները, լավ լինես։ Մենք քեզ անպայման կօգնենք։ Համենայն դեպս այս մի քանի ամիսների ընթացքում, մինչ մենք պատրաստվում էինք եթերի, փորձում էինք երեխայի 40-ն անցներ, մի քիչ երեխան մեծանար, ամրանար, որպեսզի մայրիկը հնարավորություն ուներ գոնե որոշակի ժամանակ երեխայից հեռու լիներ եւ եթերում կարողանար մեզ հետ ժամանակ անցկացնել։ Մեր ուշադրության կենտրոնում էր եւ այստեղ գուցե մեր այսպես, հա, եզրակացությունը այն է, որ տարիների ընթացքում մարդու եսը պարզապես այնքան են կոտրել, որ նա չունի այսօր կամք առաջին հերթին, չունի պայքարելու հնարավորություն, չգիտի դա ինչպես են անում, չունի տարբերակներ նույնիսկ, թե ինչպես դա կարելի է անել։ Լիլիթը հիմա ինձ շատ լավ է հասկանում եւ հասկանում է, թե ես ինչ նկատի ունեմ։ Երբ մենք ասում ենք սովորական ամենապրիմիտիվ մարդկային բաները, որ կարելի է քայլեր անել, նա զարմացած է, որովհետև շատ հստակ տարիներ շարունակ եղել է որոշակի վակուումային իրավիճակի մեջ, որտեղ նրանով պարզապես զբաղվել է։ Եվ վերջում ծրագրի, հա, ես ուզում եմ վերադառնալ սկիզբ ու կրկին տաղավար հրավիրել մեր լրագրող Սիրանուշին Հակոբյան, բայց այս անգամ ոչ մենակ։ Արդեն Պուճուրի հետ եւ սա կարծում եմ խորհրդանշական է, որ հենց Սիրանուշի հետ է Պուճուրը գալու տաղավար։ Նստի Սիրանուշ, նստի։ Ճուտիկը ծնվել է մի քանի ամսական է ընդամենը այսօր եւ այս երեխայի համար համենայնդեպս մենք գոնե ինչ-որ մի բան կարող ենք փոխել, որովհետեւ մեր ձեռքերում շատ բան է։ Մեր նկատի ունեմ բոլորիս եւ հարգելի հեռուստադիտող նաեւ քո։ Եվ հուսով եմ նաեւ Ռուսաստանի Դաշնությունում Տիկին Քնարիկի ամուսինը, սկեսուրը, 3 երեխաները, հարազատները, մարդիկ, ովքեր ինչ-որ առնչություն ունեցել են այսօր պատմությունից որոշակի դաս քաղեցին։ Նաև հարազատները, որոնք այսօր ամոթից ելնելով, ցանկություն չունենալով, ներկա չէին այսօր այստեղ։ Փոթորիկ է իրականում այս կնոջ կյանքում եւ նա կարծես մենակ է այդ փոթորկի մեջ կանգնած։ Մենք պատրաստ ենք կանգնելու նրա առաջ, պաշտպանելով երեխային ու իրեն։ Հուսով եմ դուք եւս։ Առողջ ու երջանիկ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։